մենք գիտենք, որ այս իշխանության կառավարման ժամանակ 3 պատերազմ ա եղել։ 3 պատերազմն էլ եղել է նրանից, որ ինքը որպես բանակցող պատրաստված չէր։ Երբ որ ընդդիմություն էր, իրան պետքա պատրաստեին։ Ընդհանրապես ընդդիմությունները պետքա պատրաստվեն իշխանության գալուց առաջ, որ իմանան ինչի մասին են խոսալու, ինչ բանակցություն են կանելու, ինքը պատրաստ չէր ու հետո զրոյական կետից սկսեց։ 3 սխալ արեց, 3-ն էլ բերեց պատերազմին։ Հիմա 8 տարի արդեն իշխում է։ Ու էլի սիրուն բաներ ասում, բայց մի հատ բան կա, չի հավատացվում են։ Չենք կարող էլ հավատալ, որովհետև ինչ ասելա մեր աշխարհաքաղաքական առումով չի եղել։ Կարա աշխարհի ամենասիրուն բաները ասի, բայց չի կարող անել ինքը։ Մյուս հարցը ինչա ինքը Ադրբեջանի հետ ուզում անի։ Ասում մենք 3 առ 3 կնքում ենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Մենք դուք ճանաչում եք ադրբեջանցիներին, մեծ սերունդը ճանաչում է ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները լավն են, երբ որ լավ հարաբերություն դեռ կա, երբ իրանց ուժը չեն զգացել, երբ որ թշնամանում ես իրանց հետ։ Դու կարաս հույս ունենաս, որ ինքը երբ որ ուժեղ լինի, պայմանը կպայի։ Թուրքը պայման պահողա, թե չէ, եթե ուժեղ է խաղում, ու իրա թշնամել։ Ինչն է մեր ասածը։ Ստեղից 300 մետր են կողմ, 1 կիլոմետր են կողմ, մի հատ պետություն է, որը ամբողջ աշխարհի կռվեց ու կրեց։ Օրմուզը փակել է ջրանցքը, ասում է գումար տվեք, որ անցնենք։ Տամոժնիա դարել աշխարհի նավթի 70%-ին։ Պարսկաստանն է։ Երաշխայիք մեզ, մենք ասում ենք ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իրապես ես ուզում եմ ձեզ էլ ասել։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման, մենք զրոյական կետից Փաշինյանի, այս չենք սկսելու, բայց մի հատ բան կա, գարանտ ով է, եթե 4 թուրք, ասեք Նռնաձորի կողմից եկան, ո՞րն է մեր գարանտը։ Դրա համար ասում են, կլինի Պարսկաստանն է ստորագրի, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտում է, ես երաշխավորում եմ։ Կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրի, հիմա ստորագրած է որպես վկա։ Երաշխիք կա, որ ով խախտեց պայմանագիրը, նրա նավթը չեմ առնելու, չեմ թողելու առնի, պարզ Ամերիկան ստեղ զորք չի ուղարկի։ Կընկնի տնտեսական սանկցիաների տակ։ Մենք ուզում ենք մեկից ավել երաշխավոր։ Եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո ոչ մի բան չի ուզում անի մեր հետ, այդ երաշխավորները էլոքուտ չեն տալու մեզ, իրանց ուղղակի ստորագրությունն է մնալու։ Եթե վնաս չկա իրանցից, բայց եթե ուզենա բան անի, գոնե մի հատ գործիք կունենանք, որով կդիմենք Հարևան Պարսկաստանին, կդիմենք այլ երկրների, որ աջակցություն տան, որ այն օրը չհայտնվենք, ոնց որ հայտնվել են։ Չենք ասում մեկից ավել երաշխավոր, որովհետև մի երաշխավորը հենց ինքը ուրիշ տեղ կռիվ է ունենում, Ղարաբաղում տեսակ, ինքը զբաղվում է իր երկրի առաջնահերթությամբ։ Նույնն էլ ամերիկացի կարել են Աֆղանստանում, ամերիկացի կարել են Սիրիայում, ուրիշ տեղ կռիվ են ունեցել, հանձնել են այդտեղ։ Մեզ պետք է 2 երաշխավոր գոնե, մեկից ավելի, 2, 3 երարություն տեսնում են, որովհետև Հայաստանը Պարսկաստանի համար Եվրոպա միակ ոչ թուրքական երկրն է։ Եվրոպա եթե ուզում է լավ սարքի Պարսկաստանը նույնով, իսկ ինքը ուզում է։ Ինքը չի կարող թուրքերով սարքի, թուրքերը շահույթի 6 մաս իրանց են պայել։ Դրա համար է ինքը ասում, իմ համար կարմիրքից է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ամերիկայի համար մեր տարածքային ամբողջականությունը կայունությունն է, որ Չինաստանից Եվրոպա առևտուրը ոչ Պարսկաստանով գնա, ոչ Ռուսաստանով։ Այս արանքով գնա։ Ինքն էլ է հետաքրքրված։ Վրաստանը հետաքրքրված է Իրանի հետ ծառայում։ Ռուսաստանը հետաքրքրված է, որ թուրքերը իրար չկրկնեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները բացի երկրից հետաքրքրված են Հայաստանի ուժեղ լինելով, ստեղ լինելով։ Մի հատ բանը մենք ասում ստորագրենք։ Գարանտ դուր ստորագրենք, որ վաղը չլինի մեզ բան, որ 15 հատ թուրք գալիս է ստեղ ինչ են անում։ Էդի պատերազմը զոհերը կանխարգելելու միջոց է առաջարկում։ Եթե Ադրբեջանը չի ուզում մեր վրա ոչ մի կրկնում չունի, ինքը չի ուզում մեր երաշխավոր ունենալ, Պարսկաստանը չի ուզում մեր երաշխավորը լինի խաղաղության պայմանագրի։